Վախի տարածում չափազանցված խոստումներ, կիսատ կամ կոնտեքստից դուրս ներկայացված տեղեկատվություն։ Պետության առաջիկա 5 տարիների կառավարման ուղղությունը որոշող հունիսի 7-ի ընտրություններից առաջ ընտրողները հաճախ դառնում են տեղեկատվական պայքարի անմիջական մասնակից։ Ինչպես նույն տեղեկատվությունը կարող է ներկայացվել բոլորովին տարբեր կերպ։ Մեկի համար ձեռքբերում, մյուսի համար ձախողում եւ հաճախ հենց այդ տարբեր ներկայացումներն են ձևավորում մեր ընկալումը։ Այդ ընթացքում ակտիվանում է նաեւ վախի վրա հիմնված հռետորաբանությունը։ Օրինակ, եթե այս ուժը հաղթի, պատերազմ է լինելու, կամ եթե իրավիճակը չփոխվի, հետևանքները կարող են ծանր լինել։ Այսպիսի ուղերձները հաշվարկված են ոչ այնքան մտածելու, որքան զգալու համար։ Տեղեկատվական հոսքում լայն տարածում ունի նաեւ կիսատ կամ մոլորեցնող տեղեկատվությունը։ Փաստերի մի մասը ներկայացվում է, մյուսը դուրս մնում ուշադրությունից։ Արդյունքում ձևավորվում է իրականության մասնակի երբեմն խեղաթյուրված պատկեր, երբ նույն միտքը բազմիցս կրկնվում է տարբեր հարթակներում, այն ժամանակի ընթացքում սկսում է ընկալվել որպես ճշմարտություն։ Սրան ավելանում են նաև հասարակության բաժանումը, ձևավորվում են հակադիր ճամբարներ, իսկ քննարկումը հաճախ փոխարինվում է կոշտ հակադրությամբ։ Այս գործընթացները հատկապես ակտիվանում են ընտրություններից առաջ, քանի որ նպատակը միայն ընտրության վրա ազդելը չէ, այլ նաև մասնակցության մակարդակի ձևավորումը։ Այս պայմաններում առանցքային հարցը մնում է նույնը. ինչպես պահպանել սթափ եւ անկախ դատողությունը։ Պատասխանը պարզ է, բայց ոչ միշտ հեշտ։ Նախ ստուգել տեղեկատվության աղբյուրները, չվստահել միայն էմոցիոնալ ազդակներին եւ փորձել դիտարկել տարբեր տեսակետներ, քանի որ տեղեկատվական պայքարում ամենամեծ թիրախը ոչ թե տարածքն է, այլ մարդու մտածողությունը, իսկ ամենաարդյունավետ պաշտպանությունը քննադատական մտածողությունն է։